Ողջույն ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ Հեղափոխության պահապաններ հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Հայկ Մովսիսյանի հետ։ Բարև ձեզ Հայկ։ Բարև Կորին ջան, բարև ձեզ։ Այսօր երկու հոգի, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, եթե չեմ սխալվում, եւ լրագրող Նայիրի Հոխիկյանը հայտարարություններ տարածեցին, որ իրենց տների վրա եղել է ինչ որ հարձակումներ, Լուսինեն ասաց, որ իր քաղաքական հայացքներով պայմանավորված մարդ են ուղարկել իր բնակության հասցե, Նայիրի պարագայում ինչ որ փորձել են հարվածել, հայոյել, առևանգել, ինչ է կատարվում, ինչ կարող եք ասել։ Նախ ցանկացած բռնության գործելավոճ դատապարտելի է եւ այն անթույլատրելի է մեր երկրում, որ կարող է հիմա տեղի ունենալ, բայց սա խոսում է մի բանի մասին, որ իշխանությունը միանշանակ վախերի մեջ է, իշխանության սատարողները միանշանակ վախերի մեջ են։ Բնականաբար կարելի է այդ ամենը կապել իշխանական ներկայացուցիչների հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ ստեղծված իրավիճակում լավ գիտակցում է, որ իշխանությունը ձեռքից գնում է եւ նրան սատարող որոշակի մարդիկ նաեւ այդ վախի գիտակցումը ունենալով, քանի որ 8 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են եղել, որ իրենց գործնեությամբ, իրենց խոսելաոճով հատել են բոլոր կարմիր գծերը եւ հենց այդ իշխանություն կորցնելու վախը, որ իրենք պաշտպանվում են հիմա միայն այդ իշխանությունը ունենալով, կարող է ստիպել նրանց գնալ որոշակի գործողությունների, որը որ անթույլատրել է։ Եթե այդ անձինք, ովքեր որ սպառնացել են, չձերբակալվեն, համապատասխան գործողություններ համակարգի կողմից չիրականանա, միանշանակ իշխանությունը կրում է դրա պատասխանատվությունը։ Դա իշխանության եւ ԿՊ-ի ամբողջ պատասխանատվության դաշտում է։ Բայց սրանք ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանի գիտությամբ է, նրա թողտվությամբ է, թե այդ մարդիկ ինքնագործունեությամբ են զբաղված։ Ավելի շատ իրենք ոգևորված կարող են լինել Նիկոլ Փաշինյանի խոսույթով։ Վերջին օրերին մենք ակտիվ հետևում ենք ընտրական քարոզարշավի process-ին եւ տեսնում ենք, թե ինչպես է իրեն դրսևորում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ձև տարբեր պիտակավորումներ, վիրավորանքներ, հայհոյանքներ տարբեր քաղաքական գործիչների հասցեին, իրենց չսատարողների հասցեին, որը որ անթույլատրելի է։ Այս մարդը դուրս է եկել քարոզարշավի, չի ներկայացնում իր ծրագիրը, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որ օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է ամեն հանդիպումների ժամանակ ներկայացնում են իրենց ծրագրերը, Հայաստան դաշինքը նույնպես, մնացած Բարգավաճ Հայաստանը, Լուսավոր Հայաստանը, ՀԱԿ-ը, այս մարդու ամբողջ քարոզարշավը ծավալված էր էլի նույն ձև, ոնց որ երկու անգամ 18-ին եւ 21-ին, նույն ձև ծավալվում է նախկիների, ներկաների, բռնեմ, ծեփեմ, ասֆալտին, չգիտեմ, ասֆալտ գրեցեմ, դա խոսելա ձև չի, դա քաղաքական ղեկավարի պետության ղեկավարի խոսելա ձև չի, երբ որ դու գնում ես քարոզարշավի, դա վկայում է այն մասին, որ դու ոչինչ չունես 8 տարվա ընթացքում եւ առհասարակ հետագայում այն ինչ ծրագիրը, որ դու պետք է իրականացնես Հայաստանի Հանրապետություն, դու ծրագիր չունես։ Դա միայն դրա մասին է փաստում, որ ելի դու կպնում ես նախկիներին։ Եղբայր դու 8 տարի ժամանակ ունեիր, ժողովուրդը երկու անգամ քեզ տվել էր մանդատ, եթե իրոքից կային մարդիկ, ովքեր որ անօրինականություններ են գործել մեր երկրում, հակապետական արարքներ են գործել, դատեիր, դու հիմա երրորդ անգամ գնում ես սռոկի, երրորդ անգամ մանդատ ես ուզում ժողովրդից, որ նորից ինչ-որ մեկին բռնես դատես, սա ուղղակի ծիծաղելի է, ու վատը նա է, որ ժողովրդի որոշակի հատված դեռ հավատում է։ Բայց հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն այդ մասին ասում է, հա, ասում է մանդատ տվեք, այս ինչին կդատեմ։ Հետո որտեղ է գալիս է, ասում է դե գիտեք ինչ կա, ես դատական իշխանությանը չեմ միջամտում, ես ո մարդկանց դատելու հետ գործ չունեմ, այսինքն դու ո՞նց ես համասում, որ ես դատական իշխանությանը չեմ միջամտում, մյուս կողմից ասում ես ինձ մանդատ տվեք, մարդկանց դատեմ։ Ո՞նց կարող է ժողովուրդը քեզ մարդկանց դատելու մանդատ տալ, եթե մարդկանց դատելու մանդատը սահմանադրությամբ պատկանում է դատական իշխանությանը։
այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում ոչ թե պետության ղեկավարի ենք ընտրում, այլ դատախազի կամ դատավորի ենք ընտրում։ Այդպիսի տպավորություն է։ Բայց նույն Նիկոլ Փաշինյանին եթե պետք է լինում, հայտնի ձայնագրություններ կային, սկրինշոտեր կային, երբ որ ինքը SMS-ով հաղորդագրություններ է ուղարկում, ում երբ ազատի, ում պաշտոնի նշանակի կամ ում կալանավորի։ Վերջի դեպքը Արտուր Օսիպյանի դեպքը։ Դա միանշանակ ուղիղ եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Մարդը ոչ հայոյանք է տվել, ոչ վիրավորել է, գնացել դեմը կանգնել, ուղիղ հարց է տվել։ Ուրիշ ոչ մի բան։ Ինչու է հիմա ինքը կալանավորած։ Միայն նրա համար, որտեվ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, ինչ եթե իր դեմը մի քանի անգամ այդ օրը Արցախի մասին հիշատակում եղավ։ Այս մարդիկ Արցախ անունը լսելիս ընկնում են ցցումների մեջ։ Փաստ է, որ Արտուր Օսիպյանը ոչինչ չի արել, բացի ուղիղ հարցադրումներ տալուց։ Դուք զինված ուժերում ծառայել եք, Հայկ, նաև ես գիտեմ, որ պարբերաբար էլի գնում եք, զորակոչվում եք զինված ուժեր, եւ այս զորահանդեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր բանակը այլևս խաղաղության եւ ոչ թե պատերազմի մասին է։ Նկատի ունի, որ փաստորեն մինչեւ այս ամեն ինչը մեր բանակը եղել է պատերազմի մասին։ Հա ինչպես կարող եք այս համզորահանդեսի մասին արտահայտվել եւ նաեւ Փաշինյանի այս բաների մասին, դիտարկումների մասին ինչ կասեք։ Ես պատիվ եմ ունեցել ծառայել 2010-12 թվականներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, շատ լավ ծառայություն եմ անցկացրել, ինչը որ խոսում են տարբեր որակումներ են տալիս ԿՊԱ-ականները, ու որակումներ տալուց հետո, երբ որ մարդիկ բանակի մասին ինչ-որ բան են ասում, դրանց մեղադրում են Ադրբեջանին ինչ-որ տեղեկատվություն տալու մեջ։ Առաջի տեղեկատվություն տվողը իրենք են, երբ որ տարիներով դուրս են ելնում եւ հայտարարում են, թե մեր բանակը վատն էր, մեր բանակը սպառազինություն չուներ, այս չուներ, այն չուներ։ Այդ ցուցմունքները դեպի Ադրբեջան իրանք են ուղղում, իրանք են հայտնում։ Սպառազինության մասով, այո, տեսանք, որ որոշակի զենք զինամթերք բերել են, բայց այստեղ հարցը այնն է, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գնում են պաշտպանության, թե գնում են հարձակողական ինչ-որ գործողությունների։ Դու զենքերը ինչի համար ես գնել։ Կամ լավ, եթե զենքերը գնել ես, ում է պետք այդ զենքերը, եթե քո բանակը ոգով, ոնց ասեմ, ոգին տեղը չէ։ Գարեգին Նժդեհը, չունենալով լուրջ ռազմական ներուժ, 300 հոգուն դարձնում էր այնպիսի մի զինվոր, որ թուրքական կանոնավոր բանակի դեմ կռվում էի։ Հիմա մեր բանակի, հա, զենքը ունենք, ենթադրենք զենքը բերել են, բայց երբ որ զինվորի հոգին պատրաստվածությունը տեղը չի, ոնց կարող է այդ զինվորը գնալ ու հաղթանակներ բերել։ Պարտված ղեկավարը ոնց կարող է առաջնորդել մի բանակ ու տանել հաղթանակի, ինչքան էլ ուզում է զենք ունենա։ Նիկոլ Փաշինյանի ձեռքը այսօր եթե ատոմային զենք էլ տանք, ինքը չի օգտագործելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Այդքան զենք զինամթերք եք բերել, մինչև հիմա 2022 թվականից մինչև առ այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ու դեռ հույս էլ չկա, որ իրենք պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ինչ հարց է լուծում մեր բանակը։ Այդքան խոսում են ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն բառերից։ Ու խոսում են այն մարդիկ, որոնց կառավարման ժամանակ եղել է ամենաշատ պատերազմը, ամենաշատ կորուստները, թե տարածքային, թե մարդկային։ Հետաքրքիր է, որ այդ զորահանդեսի ժամանակ այսպես կարծես բացահայտում ցուցադրվեց կանգին զինծառայողների մարտական հաշվարկը։ Մեր զորամասում օրինակ կային կինզին ծառայողներ, վստահաբար նաև ձեր զորամասում են եղել։ Զորամասում կային, մեր զորամասում կային։ Դրա ի՞նչն էր նորություն էլի։ Իրենց PR-ի համար են անում, միայն իրանց PR-ի համար։
այս զորահանդեսը ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ընկած քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար էր, այլ ոչ թե իրոքից զորահանդես իրականացնել։ Ընտրությունների վերջում մայիսի 20 միշտ եղել է, չէ՞, մենք զորահանդես անցկացրել ենք անկախության օրը։ Սեպտեմբերի 20 Սեպտեմբերի 21-ին է։ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին անգամն էր, որ ընտրություններից առաջ մայիսի 28-ին անեն զորահանդես։ Ու ինչի համար, միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գոնե մի քիչ բարձրանա։ Ու այս մարդիկ խոսում են, թե նախկինները բանակը ներքաշել են, չգիտեմ, ընտրությունների մեջ, տարբեր process-ների մեջ։ Բա դուք ինչ եք անում։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ սա ինչ էր, եթե ոչ բանակի ուղիղ ներգրավում ընտրական process-ների։ Զուտ իրենց PR-ի համար զորահանդես։ Հայ-ռուսական հարաբերություններն են սրվել, իշխանությունից պնդում են, որ այս փուլում այդ հարաբերությունները սրվել են եւ հայ տնտեսվարողների նկատմամբ այդ պատժամիջոցները կիրառվում են, որ ընդդիմությունը հաղթի ընտրություններում, սա իշխանական նարատիվն է, բայց մենք տեսնում ենք, որ ռուսները կոնկրետ պահանջ ունեն եւ ասում են, որ դուք կողմնորոշվեք ի վերջո ԵԱՏՄ-ում եք մնում, թե գնում եք դեպի Եվրոպական միություն, նաեւ նկատի ունենալով, որ Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցելու մասին օրենք էր ընդունել, եթե կհիշեք, այսպես կոչված Եվրաքվեն, ձեր կարծիքով հայ-ռուսական հարաբերությունները մինչև որ փուլը կհասնեն եւ էլ ինչ պատժամիջոցներ կլինեն մեր նկատմամբ։ Ռուսական կողմից մենք տեսանք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եղան հայտարարություններ, նույն Լավրովի, Օվերչուկի, նաև Վլադիմիր Պուտինի հարցազրույցը, լրագրողի հարցերի պատասխանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է որոշի։ Ու Նիկոլ Փաշինյանը այստեղ կարևորը որն է, որ էլի այդ հարցը ԵՄ թե ԵԱՏՄ գցում է ժողովրդի գրպանը։ Ասում են մենք հանրաքվե կանենք եւ թող ժողովուրդը որոշի։ Այսինքն, եթե ժողովուրդը որոշի, որ գնում ենք Եվրոպա, ԵԱՏՄ-ի կողմից եւ Ռուսաստանի կողմից ստանալու ենք պատժամիջոցներ, տարբեր ապրանքների հետ կապված սահմանափակումներ, ու երբ որ ժողովուրդը դուրս գա փողոց կամ կառավարության դիմաց միտինգներ անի, Նիկոլ Փաշինյանը ջրից չոր է դուրս գալիս, ըստ իր կանխատեսացի եւ ըստ իր հայտարարության։ Ասել է ժողովուրդ ջան, դուք եք որոշել, որ մենք գնում ենք ԵՄ։ Հիմա ինչու եք եկել ինձ բողոքում ռուսական կողմի սահմանափակումների մասին։ Սա նրա գործելավոճն է, որ ինքը միշտ ամեն ինչ, ամեն իր արարք գցում է ժողովրդի գրպանը ու փորձում է դրանից շահած դուրս գալ։ Նույնն էլ կարող է անել հակառակ կողմը, հակառակ պատկերում։ Երբ որ մնա ԵԱՏՄ-ում, եվրոպական կողմից սկսեն մեր դեմ նույն այդ վիզաների հարցով սահմանափակումներ, երկարացնեն process-ը, որոշակի խնդիրներ առաջացնեն մեր ժողովրդի կողմից, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը դառնալու է ամենառուսամետ քաղաքական գործիչը, պաշտպանելով հայ-ռուսական հարաբերությունները, կարևորելով ԵԱՏՄ-ի մեր անդամակցությունը։ Ինքը խաղում է երկու լարի վրա, որը որ Հայաստանին լավ տեղ չի տանելու միանշանակ։ Չի կարելի եւ մյուս կողմի հետ, այսպես ասած, խաղեր տալ եւ այն մյուս կողմի հետ։ Վերջը մի կողմից դու ապտակը ստանալու ես։ Ու ապտակը ստանալու ես թե դու, թե ժողովուրդը։ Հələ ինքը մի կողմ, բայց ամբողջ այդ պատասխանատվությունը, այդ զրկանքները ամբողջը կրելու է մեր ժողովուրդը։ Շատ լավ, Հայկ, հետևենք քարոզ արշավի ընթացքին, մնացել է։ ԵԱՏՄ-ի մասով, ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների մասով մի շատ կարևոր դիտարկում էլ կարող եմ անել։ Նայեք, այստեղ ԵԱՏՄ-ին ինքը ԵԱՏՄ-ից դուրս գալով շատ հավանականությունը մեծ է, որ ինքը հայկական տնտեսությունը տեղափոխում է դեպի Թուրքիա, այսինքն Թուրքիայի հետ սահմանները բացում են, Ադրբեջանի հետ սահմանները բացում են, առևտրաշրջանառությունը, այսինքն տեղի ունենում արդեն
Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ծովով գնում է դեպի Եվրոպա։ Ոստեղ վտանգավորը այն է, որ ամբողջ թուրքական մեծ ընկերությունները, թուրքական շուկան լցվելու է մեր պետության մեջ։ Ու մեր գյուղացին, որ ամբողջ օրը հողետ կռիվ է տալիս, իր բերքը մշակում է, չի կարողանալու իրացնել։ Որտեղ էժան թուրքական ապրանքը լցվելու է, իսկ Հայաստանում այդքան սպառում չկա, ինչ պետք է անի այդ մարդը։ Իր ջերմոցները պետքա վաճառի, քանդի, հող չպետքա մշակի։ Ասեն գնա 100 դրամով, 200 դրամով նույն լոլիկը Թուրքիայից գալիս է, գնա առ, ըլքի ես մշակում։ Ոստեղ կամած թուրքական գործոնը մեր պետության մեջ մեծանալու է իր բոլոր հետևանքներով։ Ստեղ է կարևորը, որ մեր ժողովուրդը հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարի։ Մերժի Նիկոլ Փաշինյանի 3-րդ ժամկետը, որի համար ինքը նույն ձև պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ, չէր թողնում, որ 3-րդ ժամկետ գնար։ Հիմա նույն ձև ժողովուրդը պետք է մերժի Նիկոլ Փաշինյանի 3-րդ ժամկետը, ընտրի այնպիսի ուժերի, որոնք կարող են բերել իրոք նոր փոփոխություններ, ընտրի այն ուժերի, որոնք իրապես հաղթարում են, կարող են հաղթարել անցումային շեմը, հասկանանք մեր երկիրը որ ուղղությամբ է զարգանում։ Իր կառավարման, եթե ինքը գնաց 3-րդ ժամկետ, լավ ապագա չի սպասում մեր ժողովրդին։ Դե մեր քաղաքացիներն էլ հորդորենք, որ հունիսի 7-ին անպայման գնան Անպայման ընտրությունների եւ գնացեք ընտրությունների։ գիտակցված ընտրություն կատարեն։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Շնորհակալություն, Կորյուն ջան։